Չկա այնքան խորը փոս, որտեղ Աստծո սերը ավելի խորը չլինի, այսպես է ասել Քորի Թեն Բումը։ Սիրելի ընկերներ, ինչքան էլ քո կյանքում հայտնված լինես ավելի խորը փոսի մեջ, հավատացնում եմ քեզ, որ Աստծո սերը ավելի խորն է, խորը, քան այն փոսը, որտեղ դու հայտնվել ես։ Եթե Աստված հանեց Հովսեփին, եթե Աստված հանեց Դավիթին, եթե Աստված հանեց Դանիելին, իրենց կյանքի դժվար այդ փոսերից, այդ դժվարություններից ու նեղություններից, հավատացնում եմ քեզ, որ այդ նույն Աստծո սերը կարող է հայտնվել քո կյանքում։ Ինչքան էլ խորը դժվարության ու փոսի մեջ հայտնված լինես, Աստծո սերը ավելի խորն է, քան այն վիճակը, որի մեջ դու գտնվում ես։ Գուցե դա հիասթափության փոս է, գուցե դա մերժվածության, միայնակության, լքվածության, հիվանդության փոս է, բայց ասում եմ քեզ ու հավատացնում եմ, որ Աստծո սերը ավելի խորը կարող է հասնել ու քեզ կարող է օգնել ու հանել քեզ քո վիճակից։ Գրված է, որ Աստծո սերը հայտնվեց մեր կյանքում այն ժամանակ, երբ մենք դեռ մեղավորներ ենք, երբ մենք դեռ ընկած ենք, երբ մենք դեռ ոչ մի բան ենք, բայց Աստծո սերը մեզ բարձրացրեց, հանեց, մաքրեց, սրբեց, արդարացրեց եւ մեզ տվեց մի անուն, որ այդ անունը կոչվում է Աստծո զավակներ։ Սիրելի բարեկամս, օրհնում եմ քեզ Տեր Հիսուսի անունով, մտածեք այս խոսքերի ուղղությամբ եւ թույլ տվեք, որ Աստծո այդ ձեռքը, այդ սիրո ձեռքը օգնի հանի ձեզ այն վիճակից, որի մեջ գտնվում եք։ Տերը օրհնի ձեզ։ Բռնեք այսօր այս խոսքը հավատքով, վերցրեք, հռչակեք ձեր կյանքում եւ ասեք, որ ինչքան էլ խորը փոսի մեջ հայտնված լինեմ ու անգամ մարդկային ձեռքն էլ եթե չհասնի այնտեղ ինձ օգնության, Աստծո սիրո ձեռքը կհանի ինձ, կբարձրացնի, որովհետև Աստված հավատարիմ Աստված է։ Եղեք օրհնված։